Շնորհակալ եմ։ Տիկին գլխավոր դատախազ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով ինչպես կբնութագրեք Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծ ազգային ժողովում անհանդուրժողականությունը բացահայտ սպառնալիքները պաշտոնատար անձանց ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ։ Շնորհակալ եմ։ Պարոն Վարդանյան, գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում եւ քաղաքական գնահատականներ չի տալիս։ Արձագանք։ Տիկին դատախազ, ես չթվարկեմ այն հոդվածները, որոնք կան քրեական օրենսգրքում, բայց դուք այլևս վարչապետի օգնականը չեք։ Դուք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն եք, ասեմ, որ այս համազգեստը ձեզ շատ սազում է, ես ձեզ կհորդորեի դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետև նույն քրեական օրենսգրքում կան նաև հոդվածներ պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Հարգելի նախագահ, քաղաքական հայտարարության արձագանք չունեմ։ Շնորհակալություն։ Վագն Ալեքսանյան։ Շնորհակալություն։ Տիկին դատախազ, քանի որ մեր ընդդիմադիր գործընկերներն են ասել այստեղ, հիշեցնեմ, որ մեր գործընկերները բոլորը առանց բացառության, չգիտեմ, պարոն Վարդանյանը, որ հիմա դուրս է գալիս, տիկին Վարդանը, որ գնում է նորից, տիկին Աննա Գրիգորյանը, նրանք բոլորը միասին օրերս կամ ամիսներ առաջ, եթե ոչ տարի առաջ, Սահմանադրական դատարանում բողոքարկել էին ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, փորձելով ըստ երևույթին պաշտպանել իրենց քաղաքական ղեկավարների բռնագանձման ենթակա գույքը, բայց քանի որ այս վերջերս ինչ-որ հակակոռուպցիոն մարտիկների շորեր են հագել ու փորձում են ներկայանալ որպես հակակոռուպցիոն մարտիկներ, այսպես ասած, խնդրում եմ ինձ մոտավորապես եւ երեք էլ իդեպ հարցազրույցում Գառնիկ Դանիելյան ազգային ժողովի պատգամավոր Հայաստան խմբակցությունից հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի որդիները միայն իրենց տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ են մեծամասշտաբ ունեցվածք բան արել դիզել։ Խնդրում եմ, եթե ունեք ձեռքի տակ տվյալներ, ներկայացնեք, թե ինչ չափի ապօրինի գույքի պահանջ կա Քոչարյանների ընտանիքից որպես այդպեսին, որպեսզի ուղղակի կարողանանք հասկանալ այդ տաղանդի եւ աշխատասիրության չափը։ Պարոն Ալեքսանյան, կոնկրետ անձանց վերաբերյալ ունենք հրապարակած տվյալներ, որոնք որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում դատարան ներկայացված հայց են, բայց այս պահին ձեռքիս տակ չունեմ, եզրափակիչ ելույթում կարող եմ ձեր հարցին պատասխանել, բայց եթե ձեզ հետաքրքիր է, կարող եմ ներկայացնել ընդհանուր թիվը, որը որ ներկայացված է այս պահին դատարաններում, հայցադիմումների շրջանակներում։ Ներողություն, մենք ունենք այս պահին 2021 թվականից առ այսօր հակակոռուպցիոն դատարանի վարույթում քննվող շուրջ 150 հայցադիմում տարբեր պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց վերաբերյալ այս հայցադիմումների շրջանակում խոսքը միայն դատարանի մասին է։ Արգելանք է դրված 1496 անշարժ գույքի վրա, 288 շարժական գույքի վրա, 391 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի վրա եւ դրամական միջոցներից 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա։ Արգելադրված գույքերի եւ իրավաբանական անձանց մասնակցության արժեքը դեռևս գնահատման փուլում է գտնվում, ինչը նշանակում է, որ թիվը դեռ կփոխվի, իսկ 147 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը 608 միլիարդ 505 միլիոն 330 հազար դրամ է։ Սա ընդհանուր հայցագինն է, որը միայն ապօրինի գույքի բռնագանձման վարույթների շրջանակում գտնվում է դատարանում։ Սա չի ներառում ուսումնասիրությունները, գիտեք, որ ուսումնասիրությունները գաղտնիության ռեժիմով են իրականացվում եւ դրանց հրապարակումը քրեորեն պատժելի է։ Արձագանք։ Շնորհակալություն։